Աղբի կուտակումները, լքված պլաստիկե շշերը և թղթերը, որոնք ոչ միայն փչացնում են տարածքի տեսքը, այլև լուրջ վտանգ են ստեղծում բնության համար։ Մասնագետները զգուշացնում են, ամեն մի սխալ նետված թափոն կարող է տարիներով մնալ բնության մեջ, աղտոտելով հողն ու ջուրը։ Պլաստիկի այրումը վնասում է օդը, իսկ կենդանիները հաճախ շփվում են դրանց հետ, վտանգելով իրենց կյանքը։ Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իրենց կենսաբանության ուսուցչի Ինկեր Աբդալյանի հետ միասին աշխատել են մի շատ հետաքրքիր նախագծի շուրջ, որն բաղկացած է 2 հատվածից։ Աշակերտները նախ եւ առաջ մաքրեցին շրջակա միջավայրը, ազատելով այն կուտակված աղբից, այնուհետև նրանք ներկայացրեցին իրենց տեսակետները այն մասին, թե ինչու է անհրաժեշտ պահպանել բնությունը մաքուր եւ ինչ հետևանքների կարող է բերել անհոգ վերաբերմունքն աղտոտման նկատմամբ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստեց տարածքի մաքրմանը, այլև ձևավորեց պատասխանատու վերաբերմունք բնության հանդեպ։ Աշակերտները վստահ են, մաքուր միջավայր ստեղծելը սկսվում է ամեն փոքր քայլից, եւ եթե յուրաքանչյուր ոք իր բաժինն անի, փոխվելու է ոչ միայն դպրոցական բակը, այլ նաեւ ամբողջ քաղաքը։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ, մաքուր օդ, ջուր, մենք պետք չէ աղտոտենք մեր շրջապատը, որ աչքին հաճելի երևա, գեղեցիկ երևա, որտեղ կենդանիները դա ուտում են չիմանալով եւ մահանում են։ Մենք որ գնում ենք զբոսանքի վայր կամ ճանապարհներին թողում ենք այդ աղբը, դա դառնում է մեր անփոփոխության նշանը։ Բնությունը մեր կյանքի աղբն է, տալիս է մեզ մաքուր օդ, ջուր, սնունդ, հանգիստ։ Երբ որ մարդիկ տեսնում են աղբամանը, բայց արարում են նետել աղբամանի մեջ, նրանք նետում են ոտքերի տակ, բնության մեջ եւ աղտոտում են բնությունը, որի ընթացքում կենդանիները վնասվում են։ Եվ մարդկային օրգանիզմները պետք է բնությունը այնպես բան, որպեսզի լավ թթվածին ունենան, որ լավ շնչեն մեր առողջությունը պահպանեն եւ կենդանիների առողջությունը։ Չի կարելի աղտոտել գետինը, եթե աղտոտել գետինը, դա առաջին հերթին վնաս եք տալիս ձեզ, թռչունների, դրանով տարածվում են շատ հիվանդություններ, նաև դա վնաս է կենդանիների համար, քանի թե որ նրանք սնվում են մեկ թափած աղբերով։ Հաճախ ես ու պապիկս գնում ենք գյուղ եւ այնտեղ կտրում ենք չորացած ճուկերը, չորացած ծառերը եւ այլն։ Ծառերը եւ ծաղիկները միշտ պետք է սրսկենք, որպեսզի նրանք միշտ առողջ։ Որ տարբեր երկրներ գտնվում են ոնց աղբը վերամշակել, օրինակ որ պլաստիկը, մետաղը եւ այլն, երբ մենք մշակում ենք աղբը, դա մեզ օգնում է բնության պահպանելը, մոլորակ պահպանությունը։ Մեր երկրի աղբը շատ է, դրա համար աղբը վերամշակում ենք, օրինակ թուղթ, մետաղ, պլաստիկ, օրինակ հին թղթից կարող ենք ստանալ նոր թուղթ, պլաստիկից կարող ենք ստանալ շշեր, մանրաթելեր հագուստի։ Դա այդ գործընթացները կատարվում են նրա համար, որպեսզի երկրի աղբը քչանա, եւ այդ գործընթացը անելու ժամանակ մենք ստանում ենք էներգիա եւ նոր առարկաներ։ Ինձ եւ ամբողջ մարդկության համար շատ կարեւոր է բնության պահպանությունը։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կուզենար ապրել կեղտոտ շրջապատում կամ քաղաքում։ Երբ իմ ընկերները մտերիմները աղբը գցում են գետնին, ես նրանցից հարցնում եմ, ինչու գետնին, ոչ թե աղբամանը։ Նրանք այդ հարցին պատասխանում են աղբը ամանը հեռու է, իսկ գետնինը ոտքերի տակ։ Կամ մեկ անգամ գցելով ոչինչ չի լինի։ Ես պատկերացնում եմ ինչ կլինի, երբ բոլորը այդպես մտածեն։ Այսքանով ուզում եմ ասել, որ աղբի տեղ աղբամանն է։ Ապրես։ Բնությունը դա այնպիսի կարևոր բան է, որ մեզ տալիս է մաքուր ջուր, օդ, արևի ջերմություն եւ գեղեցկություն։ Մենք մարդիկ պիտի պահպանենք այդ, ոչ թե աղտոտենք։ Եթե մենք աղտոտում ենք բնությունը, այն կարծես թե հիվանդանում է եւ չի կարողանում բուժվել արդեն որոշ դարերի ընթացքում։ Օրինակ պլաստիկը
քայքայվում է 100-ից մինչև 400 տարի եւ մեծամասնությունը չի վերամշակվում։ Հետևաբար մարդիկ պիտի գցեն դա աղբանոցները, ոչ թե որ Երբ որ միասին ընտրում էինք նախագծայինի թեմաները, կային բազմաթիվ թեմաներ եւ ինձ շատ ուրախացրեց, որ իրենք հենց այս ընտրեցին, որ աղբի տեղը բնությունը չէ։ Ինչն էր ոգևորիչ, որ ցանկություն հայտնեցին մասնակցել շատերը, բայց չեն կարող այդպես եւ իրենց տեղեկություններով, նյութերով օգնում էին նաև այն երեխաները, որոնք ներառված չէին եւ հիմա նաև այս աշխատանքը ապացուցում է դա, որ շատ ոգևորված են եւ այս մի փոքրիկ գործով, որ թեկուզ 7 հոգի է, բայց 7 հոգին կդառնա հուսամ 17, 27, որ իսկապես մեր երկիրը, մեր շրջապատը մարդիկ մաքուր պահեն, այ յուրաքանչյուր են տոպ